Ըստ էս պատահականություն է, որ ՔՊԱ-ական պաշտոնյաները եւ ադրբեջանցիները նույն կերպ են թիրախավորում հայ առաքելական եկեղեցին։ Աղջիկս, որ ես էլ չասեմ, դուք պետք է գլխին գնեք։ ԿՊԱ-ականները լրիվ թուրք են, ինչի մասն է խոսքը։ Ինչու են թիրախավորում եկեղեցին ըստ ձեզ։ Բա ինչից պետք է սկսենք, կրոնականից, գիտեմ, որ հայ քրիստոնյա։ Մենք ենք առաջի քրիստոնյա երկիրը, հենց մեզանից էլ սկսում է։ Բայց այդ իրաց վրա այժմ չի նստի։ Սկսած Փաշինյանից մինչև վերջի ԿՊԱ-ականը պատասխան են տալիս։ Դրանք երկու աղբեր են, ՔՊԱ-ականը ու Ալիևը։ Քաղաքականությունից հեռու արդեն։ Ես վերջերս մեկի դաժե քաղաքացիից այնքան հեռու եմ։ Պատահական։ Մեկը մյուսի հետ իմ կարծիքով կապ չունի։ Իսկ ինչու են հայ պաշտոնյաները, ավելի կոնկրետ ՔՊԱ-ականները թիրախավորում ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին։ Ձեր խոսքը միայն վերաբերում է ՔՊԱ-ականներին, թե հայերին։ Հայեր են, չէ՞ ՔՊԱ-ականները։ Այո, բայց հայերը նաև ոչ միայն ՔՊԱ-ական են, նաև անկուսակցական մարդիկ են։ Օրինակ Փաշինյանը ինչու է թիրախավորում։ Ում է թիրախավորում։ Հայ առաքելական եկեղեցուն, կաթողիկոս։ Իսկ իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցուն չի թիրախավորում։ Թիրախավորում է առանձին մարդկանց, ովքեր թույլ են տալիս։ Իսկ եկեղեցուն որևիցե մեկը իրավունք չունի եւ չի կարող թիրախավորել։ Ասում է կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Դե կաթողիկոսը առանձին մարդ է, եկեղեցին առանձին է, անձը առանձին է։ Դա չի նշանակում, որ եկեղեցուն է որևիցե բան ասում։ Եթե կաթողիկոսին է ասում, թող կաթողիկոսն է պատասխանի։ Կարող է։ Եվա մեր մոտ լիքն են էլի թուրքեր։ Ինչ տարբերություն, կամ նրանք կամ մեր թուրքերը։ Քոչարյանը թուրք, Փաշինյանը թուրք։ Սա թուրք են էլի։ Իսկ Փաշինյանը ինչու է թիրախավորում եկեղեցին ըստ ձեզ։ Ասում է կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Այդ ինքը թուրք է։ Դու գիտես Ալիևի կնոջ ազգանունն ինչ է։ Փաշիևա։ Իսկ դեռ Փաշինյանն է։ Ու ապրել է Իջևան։ Իջևանը Ղազախի թուրքերի սահմանն է։ Այդ լիքը թուրք են ապրել։ Ինչ ասեմ։ Գիտեք, որ ադրբեջանցիները եւս թիրախավորում են մեր եկեղեցին։ Դեն բա մուսուլման են, չունեն առաքելական եկեղեցի հետ, вообще քրիստոնեայության հետ։ Ես շատ եմ բանում, արդեն ես զզվել եմ։ Ես այնքան բան գիտեմ, որ հասարակ ժողովուրդ շատ վատ են ապրում։ Իմ թոշակը այսօր ամսի քանիսն է, 12-ն է։ Ոչ մի բան ընձի չեմ առնում, մի հատ թաշտինակ դաժե չեմ առնում։ Մենակ ուտելու եմ տալիս ու յոլա եմ հետում։ Արդեն մնացել է ուղիղ 10,000 դրամ։ Բայց ասում է իմ կառավարման 7 տարիների ընթացքում եւ աշխատավարձներն են բարձրացվել եւ թոշակները։ Ինչ եմ, 3,000 դրամ թոշակա բարձրացրել, էդի բարձրացում, հա։ 10 տարիվա մեջ 3 անգամ։ Էդ ինչ է։ 3,000 դրամը, հեչ։ Իսկ ինչքան է թանկացել, 3,000-ը դարել է 30,000 ապրանքի գները խանութ ճաշ։ Այդ մեզ խանութ, ես խանութ եմ դեն, ինքինս մահացել է, չունեմ դին էլի, ես եմ ինձի ճաշեպ եմ բան։ Այդ մեզ որ խանութ 120 դրամ է, չէ խոսքը օրինակ։ Այս մյուս օրը 150 դրամ է։ Մակարոնն ինչ է, Ազիջան, մակարոն է։ 10 կիլո մակարոնը պաշկեն 900 դրամ է։ Я не знаю по-армянски так вот. Но то, что вот делается против церкви, это ужасно, конечно. Это просто беспредел, мне так кажется. Потому что это самое сакральное и самое то, что держит Армению, это церковь. Շատ դժվար հարց եք տալիս, ճիշտն ասած եկեղեցին այն միակ տեղն էր, որ հայ ժողովրդին ամենաանհրաժեշտ տեղը համախմբում էր։ Ես չեմ մոռացել, երբ որ Սոս Սարգսյանը գնացել էր Մոսկվա հացադուլ անելու, երբ որ արդեն ֆիզիկապես ինքը շատ վատ էր զգում, չգիտեին ոնց անեն, որ իրան վերադարձնեն, որտեղ մեր ազգի բարձանքներ ինքը, եկեղեցու գլխավոր մարդուն դիմեցին, նա գնաց եւ որպես հայր
իր զավակին վերցրեց բերեց Հայաստան, այսինքն փրկեց այդ մարդու կյանքը, որ ազգի մասին մի քիչ մտածում է։ Ես չեմ հասկանում մերոնց ԿՊ-ականների դիրքորոշումը, ես չեմ հասկանում ինչ են անում, ես իրենց չեմ հասկանում կոմենտարյաներել իրենց մասին չեմ ուզում անել, ես իմ համար այդ տառապանք է իրանց ղեկավարությունը։